Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 8-ի համար։ Հոկտեմբերի 8-ը չորեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ընդհանրապես ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև նորություն կլսեք այդ օրը, ոչ հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան է ձեր ձեռքից գնում, կարող եք հուզվել կամ հուզված եք դրանից է գնում, կամ արտասվում եք, տրամադրվում եք դրան, ոնց որ ուրիշ բաներին չեք տրամադրվում, դրա համար ձեր ձեռքից բաց եք թողնում, նաև օրվա ընթացքում ձեր ցանկությունները կիրականանան, այն ինչ որ դուք եք ուզում, և ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք իհարկե, նաև հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, միգուցե հյուրն է գալիս չի նայում ժամին, միգուցե դուք եք գնում էլի չեք նայում ժամին, այդպես մնում եք ինչ-որ մեկի տանը երկար կամ ձեր տանն են երկար մնում, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 8-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ է տհաճ պահեր կան, որոնք որ կարող են նաև ձեզ մի փոքր տխրեցնել։ Նաև օրվա ընթացքում սուտ կա, ուշադրություն դարձրեք այդ սուտին, հա, որ թակարդում չլինեք։ Նաև ինչ որ գործեր կարող են մնալ հենց կարող է ստի պատճառով, հա, որ մնում է այդ գործերը։ Ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք նաև պայմանավորվածություն կունենան իրենց սիրելի անձնավորության հետ, սիրելի, հա, հարազատ մարդկանց հետ, նաև հանդիպում եւս առանձին ինչ որ մեկի հետ կարող եք հանդիպել, տեսնել ինչ որ մեկին, եւ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են այդ օրը։ Միգուցե հանդիպում եք ինչ-որ մեկի երեխային, եթե դպրոցի երեխաներից մեկին, այն ինչ-որ մեկին նաև կարող եք հանդիպել։ Եվ առիթ կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, որին որ կարող եք գնալ եւ մասնակցել, ինչ-որ կարող է ինչ-որ մեկը հղի է եւ նշում է եւ դուք գնում եք։ Այսքանը ձեզ համար եւ այնտեղ կարող է ինչ-որ մարդկանց եք հանդիպում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը առավոտյան ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, ինչ-որ մի բանից կուրախանաք։ Օրվա ընթացքում նաև ոմանց կարող են սիրախոստովանություն անել, դուք անեք, նաև ձեզ սիրված կզգաք ինչ-որ մի հարցում։ Հանդիպում կամ շփում կունենաք գործնականորեն, եւ այստեղ ինչ-որ մեկից կամ ինչ-որ մի բան է ձեզ այնց հերվանում, ինչ-որ մեկն է ձեզ այնց հերվանում, ոչ որ տխրում եք։ Ձեզ այդքան է դուր չի գալիս, դա ձեզ ցավ է տալիս այն ինչ որ գնում է ձեզ այն։ Եթե գործնական հարցն է, ապա այնպես արեք, որ կարողանաք ձեզանով անեք, հա, այդ պահը, որ դե գործի բերումով, եթե խոսում եք ինչ որ մեկի հետ։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա թաքուն է, դա թաքուն գործողություններ են այնտեղ։ Նաև կարող է բացահայտվել այն ինչը որ թաքուն էր, յուրաքանչյուր բան։ Կամ այդպես թաքուն պահում եք ձեր ներսում, որևիցե մի բան շատ կարևոր։ Այսքանը ձեզ համար, այնպես է կան, որ այդ օրը չբացվի, միգուցե այստեղ ինչ-որ մի բանի հեռացումն է, որ չեք ուզում ինչ-որ մեկը դեռևս իմանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի խեցգետիններ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կանեք, ինչ կանեք։ Նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձեք, որպեսզի չուշանա կամ ժամերով ինչ-որ միտեղ կմնա կամ ինչ-որ ժամ կարող է փոխվել, տեղափոխվել օր եւ այլն։ Նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, որը որ ձեզ բավականին շատ կերջանկացնի, գումար կստանաք այդ օրը եւ տատանվում եք, ծանրութեթև եք անում, միգուցե ինչ-որ մեկին ձեր կյանքից հեռացնելու, միգուցե ինչ-որ բան ձեզանից հեռացնելու համար, դրա համար եք ծանրութեթև անում, կամ հենց ինչ-որ մի բան եք գնում ձեզանից, ինչ-որ մեկն է գնում ձեզանից, դրանից հետո եք սկսում տատանվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ժամադրություն ունեք Սիրիային, ոմանք նաև կարող են պայմանավորվել իրենց սիրելի մարդկանց հետ եւ հանդիպեն, հարազատների հետ, նաև գաղտնիք կբացահայտվի այդ օրը ձեզ համար, ձեր ցանկությունները կիրականանան, որը որ ձեզ կերջանկացնի, ինչ-որ մեկը կարող է հեռվանալ ձեզանից, ինչ-որ մի բան կարող է հեռվանալ ձեզանից, նաև հույսով եք, հույսնետել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, հույսով սպասում եք, հույսով լցված եք, եւ ոմանց այդ օրը սեր կխոստովանեն, դուք սեր կխոստովանեք, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, հարազատների շրջապատում միգուցե կարող լինեք ձեզ այդպես լավ վերաբերվեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնելու, ուրախացնելու, հաջողություն ունեք նաև, հաղթանակած եք դուրս գալու ինչ-որ մի հարցում, ճանապարհ եք գնալու, կամ ձեզ մոտ կարող են գալ, կարող հուզվել ինչ-որ մի հարցից, բայց այդ հուզված ժամանակ ոչ ձեր ամեն ինչ վերցեք ձեր ձեռքում եւ ոչ մի բան մի արեք, ինչ-որ մի բան անելուց կանգ առեք, հետո նոր։ Եվ օրվա ընթացքում կարող եք տատանվել, ծանրութեթև անել ինչ-որ մի իրավիճակ, ինչ-որ մի բան, կամ ինչ-որ բանի պլանավորել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը ոմանք սիրո խոստովանություն կլսեն, սիրո խոստովանություն կանեն, նաև ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների մթնոլորտում կլինեք, օրվա ընթացքում որևիցե տհաճ պահեր կան, և հանկարծակի լուր կարող եք լսել, և իհարկե հրավերք կունենաք որևիցե առիթի, գուցե դուք եք սարքում, առիթ եք սարքում, պատրաստում և հետո մարդկանց հրավիրում կամ առիթ եք ստեղծում, ամեն մարդ մի ձև է, ամեն մի փոքր բանից առիթ կարող է ստեղծել, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 8-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը կամ դուք եք նվիրելու ինչ-որ մի բան դիմացինին, կամ գնելու եք նվեր, կամ դուք կստանաք որևիցե մեկից նվեր։ Նաև սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, սեղանի շուրջ եք նստելու եւ հետո կարող տատանվել, ծանրութեթև անել, միգուցե այդ հանդիպումը, միգուցե մեկ այլ հարցեր, հա, ինչ-որ բանի շուրջ կարող եք տատանվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող եք հեռվանալ, նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, տանը որից առիթ ունեք կամ տան հետ կապված որից իրադարձություններ են, ձեզ մոտ ոնց որ վերջը շատ է տան հետ կապված իրադարձություններ, նաև միգուցե առիթ է, պետք է գնաք, որովհետև այստեղ հրավերք ունեք առիթի, կամ ձեր տանն է առիթը, դուք եք մարդկանց հրավիրում, որից է գաղտնիք այդ օրը կբացահայտվի եւ հաջողություն ունեք։ Եթե առիթը հաջողությամբ կասնի, միգուցե ինչ-որ մի բան է տալիս եք ինչ-որ մեկին հաջողությամբ է լինում դա, հա, ոնց որ լավ է ստացված լինում, եթե նման ինչ-որ գործեր եք անում։ Մի խոսքով հաջողություն ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 8-ին։
Հարգելի աջակցություններ, այդ օրը կարող եք խոսել գումարից, կամ գումար ծախսել, ոմանք գումար կարող են ծախսել անկողնային պարագաների վրա, միգուցե հոթելի վրա, միգուցե հիվանդության հետ կապված, դեղորայքի հետ կապված, կամ գնում ենք հանգստանալու։ Նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, ոչ իրադարձություններ են ձեզ մոտ, որոնք որ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն կամ վերջին 1 ամսվա ինչ-որ իրադարձություն է, որը կավարտվի ձեզ մոտ։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք եւ մի փոքր հուզված եք, նաեւ կարտասվել։ Սա արդեն ոնց որ թե երկրորդ կանխատեսումն է ձեզ համար, որ դուք երեկոյան արտասվում եք, ինչ-որ մի բան է ձեզ հետ կատարվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 8-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև դուք կզանգարեք ինչ-որ մեկին կամ ձեզ կզանգարեն։ Դա փուչ խոսակցություն է, ինչ-որ կարևոր բան չէ։ Նաև կարող վիճել ինչ-որ մեկի հետ կամ տուն մաքրել այդ օրը։ Աշխատանքի հետ կապված ոչ իրադարձություն, շատ աշխատանք, աշխատանքի ընդունելություն, պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, նաև հարցազրույցի գնալ, միգուցե վիճում եք աշխատանքի վայրում, միգուցե նաև մաքրում եք աշխատանքի վայրը։ Այդ օրը հանդիպում կունենաք, բայց ինչ որ սուտ կա, ուշադիր եղեք, կամ պետք է հանդիպեիք սուտ են ասում, չեն գալիս, չնայած այստեղ ի վերջո կարող եք հանդիպել, բայց ժամերի տարբերություն լինի։ Եվ որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչ կանեք, ինչպես, որը ինչ ձև կընդունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 8-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է լուծեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ յուրաքանչյուր պետական հիմնարկություն։ Եվ ձեզ սիրված կզգաք այդ օրը ինչ-որ մի բան եւս էլի ոնց որ ամեն ամիս լինում է ձեզ հետ այդ ամիս եւս կլինի դա ձեզ կուրախացնի, հա, ուրախ կլինեք, միգուցե հարազատների կողմից գումար եք ստանում կամ ինչ-որ մի բան է գալիս ձեզ, հա, ամեն ամիս եւ ուրախ եք դրա համար։ Տան հետ կապված ոչ իրադարձությունները միգուցե տան վարձ եք վճարում եւ հա ի վերջո ոնց որ ձեզ լավ եք զգում, որ տվեցիք, վերջացրեցիք, վերջ հանգիստ կլինեք։ Նաեւ առիթ է դա, կարող է առիթի եք պատրաստվում վերջի մեկ ամսում եւ ի վերջո ավարտում եք դա եւ դա է եւս ձեզ ուրախացնում։ Նորություն կլսեք այդ օրը, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։